Եկեք որս միասին սրտանց մի հատ ծափ տանք Տիրոջը եւ ասենք փառք ես Տեր արժանի ես առնու ողջ փառքը, պատիվը, մեծարանքը, գովեստը շնորհակալ ենք քեզանից քո մեծ սիրո համար, քո տարած փառավոր հաղթանակի համար, քո թափած սուրբ արյան համար, քո կրած չարչարանքների համար, այսօրվա համար, այս հնարավորության, այս առիթի համար մենք խոնարհվում ու գոհանում ենք քեզանից Տերս, որ մեզ կյանք ես տվել, հնարավորություն ես տվել կանգնելու քո գահիտ առջև Տեր իմ Աստված եւ քո ողորմությունն ու կարեկցությունը Տեր իմ Աստված ընդունելու մեր կյանքի տկարությունների ողորմություն լինելու համար շնորհքը թող գա այստեղ թող ներկայությունդ գա այստեղ եւ այնտեղ որտեղ որ մեզ նայում են Տեր քո սուրբ հոգուց զորությունը թող հպվի բոլոր այն մարդկանց ովքեր որ հիմա միացել են մեզ ուղիղ եթերով որպեսզի իրենց հրաշքը վերցնեն փառք ես Տեր Տեր օրհնի քեզ եթե միացել ես մեզ ինչպես որ արդեն մենք հայտարարել ենք որ ամեն երկուշաբթի երեկոյան 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ կիրակի օրերը 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների հատկապես երեխաների համար եւ մենք այսօր միաբանվում ենք այստեղ մենք Տեր Հիսուս Քրիստոսի անով հավաքվածներս քո ցավերի քո հիվանդությունների դեմ որ միացել ես մեզ ուղիղ եթերով որտեղ որ գտնվում ես հիվանդանոցում կլնես տանը կլնես մեքենայիդ մեջ կլնես եթե միացել ես մեզ ուղիղ եթերով այս աղոթքը քո կյանքդ կփոխի որտեղ Տեր Հիսուս Քրիստոս իր խաչի փառավոր հաղթանակով մեզ իշխանություն տվեց ամեն սատանայի խավարի դիվային ուժերի վրա եւ մենք իշխանություն ունենք հիվանդներին Հիսուս Քրիստոսի անով բժշկելու եւ Տեր Հիսուս Քրիստոսը նորից ուզում եմ հիշեցնեմ Մարկոս ավետարան 16-րդ գլխում Սա բոլորնաց համար եմ ասում, ովքեր որ ավետարան այդքան շատ չեն կարդում 16-րդ գլուխ 15 համարում ասեց եւ նրանց ասեց գնացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեցեք ամեն արարածի ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի եւ ով որ չհավատաց կդատապարտվի ով որ հավատաց այն փառավոր զորավոր խաչի վրա գանված Հիսուս Քրիստոսին որ նա իր կյանքը տվեց համայն մարդկության փրկության համար որտեղ մենք նշեցինք երեք մեր Տիրոջ փառավոր հարությունը եւ հարությունը դա ուղղակի տոն չի ուղղակի հիշատակի ինչ որ մի արարողություն չի ինչպես մի հաղորդման մեջ երբ որ լսեցի խոսում էին Տիրոջ մասին ասում էին լեգենդներն ասում են որ Հիսուսը գիտեք շատերը ուզում են իրենց դատարկախոսությամբ ցածրացնեն Աստծո գոյությունը եւ նրա փառավոր ողորմած սերը որ տվեց իր որդուն համայն մարդկության փրկության ազատագրության համար ոչ թե միայն դժոխքից ու խավարից այլ այս երկրավոր ժամանակավոր կյանքում սատանայի խավարի ամեն տեսակի անցանկալի հարցակումներից ու հարվածներից ու անակնկալներից քո կյանքում Մարդը բացի որ ֆիզիկական մարմին ունի հոգի եւ այդ հոգին խոցելի է ոգեղեն աշխարհի համար Եթե Հիսուս Քրիստոսի մեջ չես եթե չես ապաշխարել չես դարձել նրան դիվային աշխարհի համար դու խոցելի ես դու չես տեսնում թե ինչպես է նա քո կյանքիդ մեջ հանկարծակի հարվածներ եւ հարցակումներ իրականացնում Բայց երբ որ Տեր Հիսուս Քրիստոսին սրտիդ մեջ կյանքիդ մեջ ընդունել ես, Տերը քեզ աներևույթ իր արյան զորությամբ, իր սուրբ ներկայությամբ եւ իր նշտակներով պահում է քեզ համար անտեսանելի խավարի աշխարհի կողմից եկած հարցակումներից եւ ամեն տեսակի թակարդներից ու դիվային աշխարհի կողմից քո դեմ լարած ամեն տեսակի դարաններից։ Ով որ հավատաց եւ մկրտվեցավ կփրկվի եւ Ով որ չհավատաց կդատապարտվի
Նրանց էլ որ հավատացին, այս նշանները կհետևեն, ասում է, ով որ հավատաց, այս նշանները հետևեն, իհարկե հետագայում, երբ որ մարդը հոգեորապես աճ անում, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն, եւ եթե մի հատ մահադեղ խմեն, այսինքն եթե մարդուն պատահական թույն են, նրա վրա վնաս չի գա, նրան վնաս չի լինի, հիվանդների վրա ձեռ կդնեք, նրանք կարող չեն։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց աշակերտներին, գնացեք այս արքայության ավետարանը, քարոզեք ամբողջ աշխարհում եւ ով հավատաց այս նշանները կհետևեն։ Սա նշաններ են, քո բժշկությունը ուղղակի նշան է Տիրոջ փառավոր, մեծ, զորավոր այն գործի, որը որ նա արեց 2026 տարի առաջ։ Սա նշան է, որ Հիսուսը քո փրկիչն է։ Սա նշան է, որ դու դառնաս Հիսուս Քրիստոսին։ Եթե բուժվես նորից շարունակես քո մեղավոր կյանքդ, այդ ամենը ավետարան ասում որ 7 պատիկ կվերադառնա կյանքիդ մեջ, բայց եթե ֆիզիկապես բժշկվես ու դառնաս Հիսուս Քրիստոսին, սկսես քայլել Տիրոջ մեջ, քո կյանքդ ապահով կլինի։ Գիտես, Աստվածաշնչում 10 բորոտներ կային, 10-ն էլ եկան Տեր Հիսուս Քրիստոսին խնդրեցին, որ իրանց բժշկի։ Հիսուսը 10-ին էլ բուժեց, բայց մեկը միայն մնաց ու Տիրոջը երկրպագեց։ Հիսուսն ասեց, ախր դուք 10-ն եք, ինչ եղան այն մնացածը։ Այդ բորոտն ասեց Տեր, նրանք գնացին, ես մենակ մնացի։ Այսինքն այս բորոտը ոչ թե միայն ֆիզիկական բժշկության մասին էր մտածում էր, որ եթե Տեր Հիսուսը բժշկեց, ինքը կարա հետագայում էլ պահի, որ այլևս այդ ցավերն ու հիվանդությունները իր կյանքում չգան եւ մնաց Հիսուսի հետ, մնաց նրան երկրպագելու, մնա Հիսուսի հետ, ապրի Հիսուսի հետ, քայլի Հիսուսի հետ եւ կտեսնես, որ դու դիվային աշխարհի համար անխոցելի ես։ Փառք Հիսուսին, միասին պիտի աղոթենք, քո ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա, փակիր քո աչքերը, որ ոչ մի բան քեզ չխանգարի քո հիվանդասենյակում, հրավիրի բոլոր նրանց, ովքեր որ հիվանդ են այս աղոթքի մասնակցելու, եւ ես հավատում եմ, որ Տերը իր հրաշքները անելույա, որովհետեւ նա հրաշագործ Աստված է։ Փառք ես, երկիր արիչ Աստված, գոհության եւ շնորհակալության այս աղոթքով գալիս են քո առջև եւ փառավորում եմ քեզ Հայրս։ Փառավորում եմ քեզ, որ դու ողորմած ես, դու մեծ ես, դու աննման ու անկրկնելի ես։ Շնորհակալ եմ այսօրվա համար, այս հնարավորության համար։ Շնորհակալ եմ, որ դու մեզ քո մեծ սիրով ողորմություն արեցիր։ Շնորհակալ եմ, Հայր, որ քո որդուն տվեցիր մեր մեղքերի համար, մեր փրկության համար եւ մեզ այսօր քո զորավոր ձեռքն ես մեկնել հրաշքներ ու նշաններ անելու համար։ Փառավորում եմ քեզ Հայր Հիսուսի անով եւ գոհանում եմ քեզանից, որ դու նրանց համար ովքեր որ միացել են մեզ ուղիղ եթերով եւ հետո կմիանան մեզ։ Ես բարձրացնում եմ ձեռքերս Հիսուս Քրիստոսի անով ամեն հիվանդությունների, ցավերի, անեծքների դեմ եւ հրճակում եմ քո բժշկությունը, հրճակում եմ Տեր Հիսուս Քրիստոսի բժշկարար զորությունը, որ փոխանցվի հիմա քո մարմնիդ մեջ, քո գլխից մինչև ոտքի թաթը, անցնի Տիրոջ զորությունը, հպվի Տիրոջ փառքը քո մարմնի հիվանդ անդամներին եւ քո բժշկարար զորությունը թող անցնի Տեր եւ դու փառավորվի քո անունդ այս հրաշքներով եւ նշաններով հաստատիր քո խոսքը։ Հայր Աստված, Հիսուսի անով ենք աղոթում բոլոր հիվանդասենյակներում, հիվանդանոցներում պարկած հիվանդների համար, երեխաների, պատանների, մանուկների համար, որ այսօր Տեր իմ Աստված շատ են նրանց փառավոր Տեր իմ Աստված, հիվանդությունները վերար, նրանց ցավերը վերար, նրանց ֆիզիկական տկարությունները վերար, Տեր թող առողջ ու զորավոր սերունդ բարձրանա։ Հայր Աստված, Հիսուսի անով ենք խնդրում բոլոր հիվանդանոցներում պարկած երեխաների համար։ Մենք աղոթում ենք, որ քո սուրբ զորությունը տանցնի նրանց վրայով, անկախ նրանից նրանք նայում են թե ոչ։ Ես աղոթում եմ Տեր, որ քո փառավոր, ողորմած, զորավոր ուժը հպվի Տեր։ Ես աղոթում եմ, որ քո սուրբ հոգու կրակը այրի ու մաքրի ամեն դիվային հիվանդություն, քաղցկեղ, ամեն տեսակի Տեր իմ Աստված ուռուցքները, ամեն տեսակի մետաստազները, արյան հիվանդությունները եւ ամեն բոլորի անբուժելի հիվանդությունները, ողորմած Տեր, բժշկությունդ եմ խոսում։ Հայր Աստված, Հիսուսի անով դուրս արի բոլոր այն հիվանդությունների դեմ, որոնք որ Տեր իմ Աստված մարդկանց կյանքը խաթարել են։ Հիսուսի անով ենք խնդրում, Հայր, հպվիր քո զորությամբ, հպվիր քո աստվածային ուժով բոլոր այն կանանց, տղամարդկանց, տատիկներին ու պապիկներին, ովքեր որ միացել են մեզ նայում են։
Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ես խոսում եմ, որ Տիրոջ բժշկարար զորություն այս տեսախցիկից անցնի գնա բոլոր այն հիվանդանոցները, հիվանդասենյակները, տներում, իրանց տան մեջ, իրանց սենյակներում, աղոթող փողոցներում, իրանց մեքենաների մեջ, ցանկացած վայրում աղոթող, ցանկացած մեկի հիվանդությունը, ես աղոթում եմ, որ բժշկես Տերս, Հիսուսի անունով, թող անցնի այս զորությունը եւ մաքրի ամեն ցավ, ամեն աղտեղություն, քո արյան զորությամբ, քո արյան զորությամբ, քո արյան զորությամբ, մենք դուրս ենք գալի բոլոր խավարի դիվային ուժերի շղթաների դեմ եւ քանդում ենք այդ շղթաները, անեծքները, թուղթուգրերը, կախարդությունները Հիսուսի անունով։ Գուշակների մոտ այցելած բոլոր հոգիների կյանքը բերում եմ քեզ, որտեղ մարդիկ կան, որ նայում են մեզ, նրանք գնացել են գուշակների մոտ։ Տեր, ես աղոթում եմ, որ ներես ու ողորմես եւ քանդես այդ անեծքները եւ այդ առավիրքները եւ նրանց կողմից Տեր իմ Աստված բացած դռները թշնամու առաջ ես աղոթում եմ որ փակվեն հենց հիմա հալածում եւ ասում եմ դուրս ամեն խավար ուժերին դուրս ամեն թիվային ուժերին բոլոր այն հոգիներից ովքեր անխաղաղությամբ տագնապով անհանգստությամբ ապրում են իրենց կյանքը անքնությամբ բոլոր այն երեխաները որոնք որ գիշերը Տեր ունեն անխաղաղություն հարցակումներ Տեր իրանց երազների մեջ ես աղոթում եմ քո խաղաղությունդ գա Հիսուս բարձրյալ Աստծո որդի փառք ես որ մեզ տեսում ես որ մեր աղոթներին պատասխանում ես որ մեր ձայնը բարձրանում է դեպի քեզ եւ քո ողորմությունը գալիս է որովհետեւ այնպիսի քահանայապետ չունենք որ չկարողանա մեզ մեր տկարություններին կարեկից լինել այլ այնպիսին որ երկինքներից անցավ եւ նստեց որ աջ կողմը սուրբ փառավոր մեծ եւ մենք բերում ենք Տեր Հիսուսի անով հայրս համարձակություն ունենալով քո շնորհած աթոռի առջև գալով խոնարհվելով եւ քեզանից շնորհք եւ ողորմություն ակնկալելով որտեղ դու պատշաճ ժամանակին Տեր Հիսուսի անով պատշաճ ժամանակին բժշկելու ես հավատա ու ասա ես վերցնում եմ այս բժշկությունը ես ընդունում եմ այս բժշկությունը իմ մարմնի մեջ ես ընդունում եմ այս բժշկության աղոթքի զորությունը իմ մարմնի բոլոր հիվանդ անդամների մեջ Հիսուսի անունով ասա Հիսուսի անունով ես ընդունում եմ որ ես բժշկված եմ եւ նրա վերքերի զորությունը իմ բոլոր մարմնի անդամների մեջ հիվանդության ամեն ցավերը մաքրում է ասա փառք ես Տեր շնորհակալ եմ ասա ես ընդունում եմ քեզ իմ սրտից մեջ որպես իմ անձնական Տեր ու Փրկիչ ասա մաքրիր ինձ Հիսուս քո սուրբ արյամբ երկինքդ բաց երեսդ փայլեցրա քո հոգով լցրա եւ ես ուզում եմ լինեմ փրկվածների մեջ ասա շնորհակալ եմ Տեր Հիսուս որ իմ համար խաչն ես բարձացել իմ մեղքերի ու հանցակների համար չարչարվել ես ասա շնորհակալ եմ որ իմ աղոթքներս լսում ես եւ ինձ պատասխանում ես հալելույա փառք ես փառք եւ մեծարանք ես փառք եւ գովեստ ես այս ընթացքում որ հիմա մենք երկրպագենք մենք կերկենք դու մնա փակ աչքերով եւ ձեռքդ քո հիվանդությանդ վրա որտեւ Տիրոջ բժշկարար զորությունը շարունակում է քեզ մաքրել հալելույա շնորհակալ եմ ողջ փառք հալելույա մեծարանք ես զորություն շարունակիր մնալ այդպես նստած կանգնած ինչպես որ կաս ծնկած, բարկած, լրության մեջ, փակած աչքերով, ձեռքդ հիվանդ տեղիդ վրա, Տերը շարունակում է բժշկել, դու զգում ես այդ զորությունը, դու զգում ես այդ ներկայությունը, թող Տիրոջ սուրբ ներկայությունը լցվի քո սենյակիդ մեջ, թող նրա հեշտակները սկսեն աշխատել քո մարմնիդ վրա, հալելույա, փառք ես Տեր, ես տեսնում եմ ինչպես գլխուղեղի մեջ Տերը հիմա զորավոր, փառավոր, հրաշագործ գործողություն անում ինչ-որ մեկի ողնաշարի ճողվածքն է բուժվում ինչ-որ մեկի մարմնի վերքերը հենց հիմա զորավոր Տիրոջ անունով անհետանում են փառք ես
հիվանդես։ Թող քո հրաշքները դու նշաններդ ողջ Հայաստանով մեկ գործեն Տեր, բոլոր հիվանդների կյանքում թող ջախջախվեն ու քանդվեն այս հիվանդության անձները, բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների համար եմ աղոթում Տեր, նույնիսկ նրանց համար ովքեր որ մեզ չեն տեսնում, թող զգան բժշկությունը քո ողորմությունով։ Ես աղոթում եմ բոլոր բժիշկների համար, ովքեր որ վիրահատաններում փառավոր Տեր, հիմա վիրահատում են։ Ես աղոթում եմ բոլոր այն բժիշկների համար, ովքեր որանց ծանր վիրահատություն են անում, որանց ուժ ու զորություն տաս, որանց իմաստություն ու շնորհ տաս, նրանց ձեռքերով դու բժշկես, դու վիրահատես բոլոր այն հիվանդներին, կլինի սրտի, կլինի ահերքային, կլինի ցանկացած հիվանդություն, դու փառքովդ ու զորությամբ միջամտիր, որ այդ հիվանդությունը այլևս չկրկնվի, եւ այդ հիվանդները արթնանան, առողջ եւ տեսնեն քո փառքը, զգան քո ներկայությունը, հավատան եւ ընդունեն քեզ։ Հիսուսի անունով աղոթում Հայաստանի համար, մեր երկրի համար, իշխանավորների համար իմաստություն տաս, մեր զինվորների համար, թող խաղաղություն լինի մեր սահմանների վրա։ Հիսուս, փառք քեզ Տեր, հալելույա։ Խոնարհվեն քո առջև, Տեր Հիսուս, միայն դու ես սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, միայն դու ես սուրբ ես, ով Հիսուս, ինչ որ մեկը իր մարմնի վրա շատ խորը այրվածքներ ունի, ես աղոթում եմ, որ այդ վերքերի բժշկությունը քո զորությամբ հիմա փառավոր Տեր իրականանա, ես աղոթում եմ, որ այդ վերքերի ցավերը հեռանան, ես աղոթում եմ բոլոր այն երեխաների համար, ովքեր որ իրենց մարմնի վրա այրվածքներ ունեն, Փառք մենք տալիս քեզ, գոհանում ենք փառքես, Holy precious Jesus, քո բժշկարար զորությունը թող անցնի բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների վրա, նրանց մարմնի բոլոր հիվանդ անդամները Տեր, թող քո բժշկարար զորությամբ լցվեն, թող նահանջի ամեն ցավ, ես նահանջ եմ խոսում ամեն հիվանդությունների, Հիսուսի բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչպես ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, Հալելույա, դու քո սուրբ հոգու զորությունը իջնի ամեն մարմնի վրա, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, Հիսուսի արյունը թող մաքրի ու ջախջախի ամեն սատանայի խավարը, Հիսուսի արյան ներքո են բերում որոշ խարդությունները, թուղթուկները, անեցքները, եւ ես աղոթում եմ, որ Տիրոջ լույսը ծագի քո տան մեջ, ես աղոթում եմ, որ քո ընտանիքիդ մեջ խաղաղություն գա, ես քանդում եմ Հիսուսի անունով բոլոր այն կախվածությունները, ալկոհոլից, թմրադեղերից եւ ցանկացած անցանկալի կախվածությունները, Հիսուսի անունով ես աղոթում եմ, որ անկախ քո կամքից սկսում ես նյարդայանալ քո կյանքիդ մեջ կա այս անխաղաղություն, ես աղոթում եմ, քո սրտիդ մեջ կա համբերություն ու խաղաղություն Հիսուսի անունով, քո նյարդերիդ մեջ Տիրոջ բժշկությունը քո իշխանի համար Հիսուսի քո հաղթանակի գավազանդ բարձրացրա Տեր, թող քո բժշկարար զորությունը ցրի ամեն խավար Հիսուսի անունով նահանջ եմ խոսում այդ դիվային խավար ուժերի, որոնք կանգնած են հիվանդությունների հետևում, փառք քեզ Տեր,
շարունակիր մնալ այս հրաշալի ներկայության մեջ, եթե քո աչքերը փակել ես, նստած ես ու կանգնած ես, ես կաս ինչպես է Տերը քեզ մաքրում, ձյունից զորալ, ինչպես է քո մարմինն ազատագրվում ամեն հիվանդություններից, եւ ես խոսում եմ, որ կաղվոտերի վրա հիմա կա Տիրոջ զորությունը, խուլակաչների վրա կա զորավոր Տիրոջ կրակը բացվի, ես աղոթում եմ համը շուրթերը բացվեն, այն երեխաները, որոնք վախից իրենց խոսալու ունակությունը կորցրել են, ես հալածում այդ ոգիներին եւ ես աղոթում եմ, որ իջնի զորություն այդ երեխաների վրա, այդ լեզուները բացվելու, ես աղոթում եմ, բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ հիվանդության մահճի մեջ պարկած են, ողնաշարի հիվանդության պատճառով, որ քո զորությունը Տեր, աստվածային զորություն, վերականգնի այդ ողնաշարի ուժը, կարողությունը, նյարդային համակարգը, բոլորը, որոնք մարդիկ սկսեն նորից քայլել, բոլոր շարժասայլակներում նստած հիվանդների համար Հիսուս, 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 քո ձեռքդ մեկնիր եւ բարձրացրավ նրանց։ Հալելույա! Քո բժշկար զորությունը ցանկացած հիվանդության դեմ եմ Հիսուսյանով խոսում եւ հալածելով ամեն հիվանդություն ցավ խոսում ու բժշկությունը Տեր։ Կա բոլոր այն հիվանդությունների վրա, որոնք թոքերի մեջ են եւ ես բժշկություն եմ խոսում եմ թոքերի մեջ, նյարդի մեջ, աղիքների մեջ, ստոմոքսի մեջ, հայցախի մեջ բոլոր քո բժշկությունը քո բժշկի շաքարախտ է Հարկ ես Հալելույա Մենք գոհանում Եթե մերելներ կան, որ հենց նոր իրանք կյանքից հեռացել են, ես աղոթում որ նրանց հոգին շունչը վերադառնա եւ նրանք նորից շարունակեն ապրել բայց քո մեջ Հալելույա, փառք Տիրոջը Շնորհակալ եմ բոլոր նրանց համար, ովքեր որ միացել են մեզ այս աղոթքին մասնակցելու ես զգում եմ այն զորությունը, որ գալիս է քո կյանքիդ մեջ շարունակիր քո բժշկությունը մենք չենք մերժում ոչ մի բժշկության ավանդական միջոց մենք հավատում ենք որ Աստված բժիշկների եւ տարբեր տեսակի բժշկական միջամտությունների միջոցով էլ մարդու կյանքը փոխում բայց դրա հետ մեկտեղ Տիրոջ զորությունը ավելի արդյունավետ է դարձնում այն բժշկությունը այն բոլոր տեսակի միջամտությունները, որոնք որ բժիշկները քո կյանքում օգտագործում են։ Հավատա, որ քո կյանքդ չի ընդհատվելու ժամանակից շուտ եւ ասա ես ժամանակից շուտ չեմ մեռնելու, ասես ապրելու եմ եւ Հիսուսին եմ ծառայելու։ Եվ մի համաչի Հիսուսից, սկսի կարդալ նոր կտակարան, որտեղ երբ որ ավետարանի խոսքը դու կարդում ես, դու կզգաս ինչպես Աստված քեզ հետ կենթանի խոսում իր հոգով։ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես ավետարանները։ Երբ որ մենակ կլնես, ծնկիր եւ քո աղոթքդ բարձրացրա, ասա իմ քահանայապետ։ Ես գիտեմ, որ քո բժշկարար զորությունը կազատագրի եւ կմաքրի ամեն հիվանդություն ու ցավ։ Քո ձեռքը չի կարճացել, ասա իմ կյանքում։ Եվ մի ընդունիր սատանայի անհեթեթ մտքերը, իբրև Աստված չի լսում քեզ։ Աստված լսում է քեզ եւ աննկատ պատասխանում է։ Նա փափագում է, որ դու իրան աղոթես։ Իսկ աղոթքը դա ոտանավոր չի, դա քո սրտի խոսքն է, ուղղիր նրան։ Ամեն օր գոհացի ու փառք տուր։ Եվ մի խոսի քո հիվանդության մասին բացասական։ Երբեք մի ասա, որ այս հիվանդությունը իմ կյանքս դարձրեց դժոխք։ Մի ասա, որ ես չեմ ապրելու։
Հակառակն ասա։ Ավետարան ասում է, հակառակ գնացեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Այդ բոլոր ցավերը, հիվանդությունները, դիվային ուժերը, որ եկել են քո կյանքիդ մեջ, հակառակվիր ու ասա, ես ապրելու եմ, որտեվ Հիսուսը կյանք է։ Ես ապրելու եմ, որտեվ Հիսուսը իմ Տերն է։ Եվ Հիսուսի փառավոր զորությունը կզգաս, ինչպես է գործելու քո կյանքում, երբ որ դու քո շուրթերով այլևս բացասական բաներ չես խոսում։ Մի դժգոհի, մի բողոքի, գոհացի ու ասա, փառք ես Տեր, որ ես ապրում եմ, եւ ես այսօր հնարավորություն ունեցա քեզ ճանաչելու։ Հիսուսը երբեք ու երբեք քեզ հետ հանդիպելու համար հատուկ պայմաններ չի պահանջում։ Հիսուս նույնն է երեք, այսօր ու հավիտյան։ Հիսուսն էլ առաջի դարում այցելում էր հիվանդներին, քայլում էր Երուսաղեմի փողոցներում, մարդկանց հետ շփվում էր գետի ափին, ծովի ափին, սարի վրա, անապատում, ցանկացած տեղ, որտեղ հնարավոր էր մարդու հետ շփվել, Հիսուսը շփվում էր, որտեղ իրան սպասում են, ինքը այցելում էր, այսօր էլ Տերը քեզ այցելել է։ Եվ այսօր քո Աստծո կողմից ողորմություն ստանալու օրն է։ Եվ սկսի շփվել Հիսուսի հետ։ Ավետարան ասում է, որտեղ որ 2-3 հոգի իմանով հավաքված են, ես այնտեղ եմ, հավատա, որ Տերը այդտեղ, որտեղ որ դու գտնվում ես, այսօր այցելել է քեզ։ Սկսի կարդալ նոր կտակարանը եւ կտեսնես ինչպես Աստված քեզ հետ խոսում։ Քո հոգուտ մեջ պարկած ես, խոսի Հիսուսի հետ, մի խոսի հիվանդությանդ հետ, դևերի հետ, մարդկանց հետ, խոսի Հիսուսի հետ, ասա Հիսուս, Հիսուս, օգնիր ինձ, հայտնվիր ինձ։ Քո սերը թող իմ կյանքս փոխի։ Խոստովանիր քո մեղքերը, խնդիր ներում, Հիսուսի արյունը թող մաքրի քեզ։ Ասա Տեր, եթե թերահավատություն ես, ասա օգնիր իմ թերահավատության, անկեղծ խոսիր, անկեղծ, ինչպես մարդու հետ խոսեր, ինչպես ընկերոջդ, ինչպես ամենալավագույն բարեկամիդ հետ խոսիր, նա չի երևում, բայց քեզ լսում է, եւ դու կհամոզվես այն պատասխանների, արդյունքների շնորհիվ, որ Տերը կսկսի քո կյանքիդ մեջ բերել ու դու կսկսես հավատալ Տիրոջը, որտեվ մենք հավատում ենք Աստծուն, որտեվ նա աներևույթ է, բայց նրա գործերը ցույց են տալիս նրա գոյության, փառավոր գոյության մասին։ Փառք Տիրոջը, սիրելի քույրս ու եղբայրս, մենք շարունակելու ենք աղոթել հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների համար, հատկապես երեխաների համար, ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30։ Կարող ես միանալ մեզ, իսկ եթե հնարավորություն ունես ֆիզիկապես ներկա լինելու, հրավիրում եմ քեզ նույն օրերին, նույն ժամերին Երևան Արաբկիր համայնք Վաղաշ Վաղաշյան 12 հասցեով։ Մնաս Աստծո խաղաղությամբ, թող Տիրոջ բժշկարար զորությունը շարունակի մաքրել քեզ։